Ահագելի գործընկերներ, այսօր կներկայացնեմ մեր կենտրոնում կատարված հետազոտական աշխատանքը։ Մի քանի բառով հետազոտական աշխատանքի պատմությունից սկսենք։ Մոտ 2,5-3 տարի առաջ էր, երբ արտասահմանյան կոնֆերանսներից մեկի ընթացքում հանդիպման ժամանակ առաջարկ եղավ մասնակցել հետազոտական ծրագրին։ Եվ մեր հետազոտական թիմի հետ, նրա ղեկավար Արևիկ Ստեփանյանի հետ միասին ընդունեցինք առաջարկը և սկսվեց մեր համագործակցությունը Ալբերտո բժշկական ընկերության հետ։ Ինչ է իրենից ներկայացնում կոլոսիլ համակարգը և ինչի համար է այն։ Կոլոսիլ համակարգը նախագծվել և ստեղծվել է ցածր կոլորեկտալ անաստամոզների պաշտպանության համար։ Որոնք են ցածր կոլորեկտալ անաստամոզները։ Ցածր են համարվում այն անաստամոզները, որոնք տեղադրվում են 15 սանտիմետրից ներքև, հետանցքից հաշված։ Այդ անաստամոզները տեղադրվում են ուղիղ աղում սիգմոաձև աղդիստալ հատվածի, ռեկտոսիգմոիդալ հատվածի մասնահատումների ժամանակ կիրառվող վիրահատություններից հետո։ Որն է այդ անաստամոզների առանձնահատկությունը և ինչու ենք նրանց առանձնացնում, քանի որ կոլորեկտալ ցածր անաստամոզները համարվում են այսօրվա կոլորեկտալ վիրաբուժության մեջ աքիլլեսյան գարշապարը, թույլ տեղը, ինչու, որովհետև ունեն ամենաբարձր անբավարարությունների տոկոսը։ Ընդհանուր գրականության ընդհանրական տոկոսները, տվյալները համընդհանուր ներկայացնելով, անաստամոզների անբավարարությունների աստիճանը տատանվում է 5,4-ից մինչև 17% անաստամոզների անբավարարություններ են առաջանում։ Իհարկե, այսպիսի արդյունքները գոհացուցիչ չեն, և ցածր կոլորեկտալ անաստամոզները համարվում են կոլորեկտալ վիրաբուժության այսօրվա արդի մարտահրավերներից մեկը։ Չնայած նրան, որ այսօրվա բժշկության ձգտումը հասնել իդեալական անաստամոզին բավական առաջ է ընթացել և բավական արդյունքներ լավացրել են, ինչու, որովհետև հետազոտվել են և հայտնաբերվել են անաստամոզների անբավարարության առաջացման պատճառները, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները, կարող սարքերը, հիվանդների վարման շուրջ վիրահատական, նախավիրահատական բոլոր առանձնահատկությունները հայտնաբերվել են, որոնք կարող են ազդել անաստամոզների անբավարարության վրա, հայտնաբերվել են և շտկվել են։ Չնայած դրան, այս ամենին դեռ արդյունքները բավարար չեն։ Եվ կոլորեկտալ ցածր անաստամոզները հանդիսանում են այսօրվա արդի կոլորեկտալ վիրաբուժության մարտահրավերներից։ Եկեք փորձենք հասկանալ անաստամոզների անբավարարության առաջացման գործոնները։ Ինչու են դրանք առաջանում։ Անաստամոզների անբավարարության առաջացման գործոնները հիմնականում բաժանում են 3 խմբի։ Նրանցից են առաջին խումբը նախավիրահատական խումբ, ներվիրահատական գործոնները և հետվիրահատական շրջանի գործոնները։ Մի քիչ մանրամասնենք, թե որոնք են դրանք։ Սկսենք նախավիրահատական գործոններից, սրանք պացիենտ կախյալ գործոններ են, այսինքն մինչև վիրահատությունը հնարավորություն ունենք այդ գործոնները հետազոտելու, հաշվելու և շտկելու։ Նախավիրահատական գործոններից են, օրինակ, կարևոր դեր ունեն հիվանդի սնուցվածության ստատուսը, սպիտակուցների մակարդակը, քանի որ ուռուցքով հիվանդները, որոնք ունեն աղիների անցանելիության խնդիրներ, շատ հաճախ գտնվում են թերսնուցման վիճակում։ Այդ վիճակը անհրաժեշտ է անպայման շտկել մինչև վիրահատությունը։ Ուղեկցող հիվանդությունների առկայությունը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, սիրտ-անոթային խնդիրները, որոնք կարող են բերել վերքերի լավացման, անաստամոզի միացվող ծայրերի լավացման խնդիրների, կարող են ազդել դրանց վրա, շնչական հիվանդությունները, որոնք կարող են ունենալ հիվանդները։ Նախորդող քիմիոթերապիան բավական մեծ դեր ունի վիրահատվող հիվանդների վիրահատության արդյունքներում, անպայման պետք է պահպանել անհրաժեշտ ժամկետը քիմիոթերապիան վերջացնելուց հետո նոր կատարել վիրահատություն։
Չնայած դրան, մենք այդպես էլ ապահովագրված չենք այդ խնդիրներից, որոնք կարող են առաջանալ քիմիոթերապիա ստացած հիվանդի մոտ, ի տարբերություն քիմիոթերապիա չստացած հիվանդի։ Նախորդող ճառագայթումը գաղտնիք չէ, որ բավական մեծ ազդեցություն ունի մեր վիրահատության վրա։ Ճառագայթված կոնքում վիրահատություն անելը շատ ավելի տարբեր բան է իրենից ներկայացնում, քան չճառագայթված կոնքում աշխատելը։ Հիվանդների տարիքը, ծխելը, կենցաղային խմիչքի օգտագործումը եւ այլ հարցերը, որոնք դրանք բոլորը բավական կարևոր հարցեր են։ Հաջորդ գործոնների խումբը, որը ազդում է անաստամոզի անբավարարության առաջացման վրա, դրանք կարելի է անվանել ներվիրահատական գործոններ։ Այսինքն, վիրահատության ժամանակ առաջացող խնդիրները։ Օրինակ, վիրահատության ժամանակ բավական մեծ ուշադրություն անհրաժեշտ է դարձնել միացվող աղիների եզրերի սնուցմանը։ Սնուցումը պետք է բավարար լինի։ Կան սնուցման գնահատման տարբեր եղանակներ, օրինակ ICG մեթոդը, որով գնահատվում է աղիների եզրերի սնուցումը։ Մենք կամ ուղղակի վիզուալիզացիան եւ արյան հոսքի վիզուալ տեսնելը սնուցվող ծայրերում, ինչպես նաև աղիքի գույնի գնահատումը, նրա կենսունակության գնահատումը բավական կարևոր կետ է հանդիսանում անաստամոզի տեղադրելուց առաջ եւ մեծ դեր ունի նրա լավացման եւ անբավարարության առաջացման մեջ։ Հաջորդ գործոնը, որ անհրաժեշտ է անպայման ուշադրություն դարձնել անաստամոզը տեղադրելուց առաջ, դա երկու իրար միացվող ծայրերի միջև լարվածության բացակայությունն է։ Մինչև անաստամոզի տեղադրումը անհրաժեշտ է աղիքի ծայրերը միացնել, մոտեցնել իրար եւ տեսնել արդյոք առաջանում է որևէ լարվածություն։ Քանզի եթե անաստամոզը տեղադրելուց հետո աղիների ծայրերի միջև եղավ լարվածություն, ապա շատ անգամ մեծանում է ռիսկը անբավարարության առաջացման։ Սա նույնպես բավական կարևոր կետ է, որի վրա անհրաժեշտ է ուշադրություն սևեռել։ Հերմետիկության ստուգումը անաստամոզի բավական կարևոր էտապ է հանդիսանում, ինչ գործողություն է հանդիսանում վիրաբուժության մեջ, քանզի կարող ես դու տեղադրել շատ հրաշալի քեզ դուր եկած անաստամոզ, սակայն հերմետիկության ստուգումից հետո տեսնես, որ այն հերմետիկ չի լինում։ Ինչպես է կատարվում այդ ստուգումը։ Ուղղակի անաստամոզը տեղադրելուց հետո կոնքի խոռոչում անաստամոզի հատվածում լցվում է հեղուկ, իսկ հետանցքից լցվում է սովորական օդ։ Եվ այդ ժամանակ, եթե անաստամոզի մեջ առկա է ինչ-որ դեֆեկտ, այն հերմետիկ չէ, ապա այդ աղիքի մեջի օդը դուրս է գալիս եւ երևում է ջրի մեջ։ Այդ կերպ ասած կոչվում է պղպջակային տեստ, bubble test։ Այս տեստը պարտադիր է անցկացնել ցանկացած տեղադրված անաստամոզից հետո։ Նաև հաջորդ գործոններից բավական կարևոր գործոն է համարվում բերող գալարի վիճակը, որը հնարավոր է գնահատել ներվիրահատական։ Բերող գալարը պետք է լայնացած չլինի, այտուցված չլինի, նրա կենսունակությունը տուժված չլինի, բորբոքված չլինի։ Այս դեպքում միայն հնարավոր է հասնել անաստամոզի, որը չի առաջացնի անբավարարություն։ Եթե մենք տեսնում ենք, որ վիրահատության ժամանակ բերող գալարը լայնացած է, կամ այն այտուցված է, կամ բորբոքված է, ինչ որ ցանկացած խնդրի դեպքում խորհուրդ չի տրվում տեղադրել անաստամոզը, քանի որ այն լի է բարդությունների եւ անբավարարության առաջացման ռիսկով։ Եվ իհարկե բավական կարևոր է աղիների պատրաստվածության վիճակը։ Մենք ինչքան էլ նախավիրահատական պատրաստենք հիվանդներին, ամեն դեպքում հնարավոր չի լինում խուսափել այնպիսի իրավիճակից, երբ վիրահատության ժամանակ հանդիպում ես կեղտով լցված աղիների։ Այս դեպքում, երբ տեղադրվի բերանակցումը, անաստամոզը, ապա մեծ է հավանականություն, որ աղիների մեջի կեղտը վնասելով
տեղադրված անաստամոզը ավելի բարձր տոկոսով կառաջացնի անբավարարություն։ Այս եւ այլ մյուս գործոնները, որոնք հնարավոր են գնահատվեն վիրահատության ընթացքում, խմբավորել ենք ներվիրահատական գործոններ խմբի մեջ։ Հիմա ներկայացնեմ հաջորդ վերջին խումբը։ Հաջորդ խումբը դա հետվիրահատական շրջանն է, հետվիրահատական շրջանի գործոններն են եւ հետվիրահատական շրջանի գործոններից անաստամոզների անբավարարության առաջացման վրա ազդող ամենակարևոր գործոնը դա հետվիրահատական շրջանում կղանքի անցումն է անաստամոզով մինչև նրա լավանալը։ Կղանքը անցնելով անաստամոզի միջով, քանի դեռ անաստամոզը թարմ է տեղադրված, մինչև նրա լավանալը առաջացնում է վնասում, որը իր հերթին բերում է անաստամոզի անբավարարության առաջացման։ Սա համարվում է հետվիրահատական շրջանի գործոններից ամենաազդեցիկը եւ ի տարբերություն մյուս երկու խմբերի վերոնշյալ։ Եթե նրանք հնարավոր էր կառավարել, կարգավորել, ապա այս գործոնը հնարավոր չէ կառավարել։ Իսկ ինչպես գիտեք, վիրաբույժները սիրում են ամեն ինչ կառավարել եւ անկառավարելի գաղտնիք հմահաճույքին թողնելը ընդունելի չի։ Ուստի ինչպես են գործոնը կանխվում է իլիոստոմայի տեղադրումով, ստոմայի տեղադրումով, կանխարգելիչ շրջանցող ստոմայի տեղադրումով։ Այսինքն, անաստամոզը տեղադրելուց հետո տեղադրվում է կանխարգելիչ ստոմա, որը շրջանցում է ալիքային պարունակությունը եւ չի թողում նրան անցնել անաստամոզի միջով։ Երկրներում իլիոստոմայի տեղադրումը մտցված է պարտադիր ուղեցույցների մեջ, այսինքն ամեն ցածր անաստամոզից հետո, անկախ ամեն ինչից անհրաժեշտ է տեղադրել կանխարգելիչ իլիոստոմա։ Որոշ երկրներում թողնված է վիրաբույժի հայացողության վրա, վիրաբույժի որոշման վրա։ Սակայն ամեն դեպքում այս գործոնը կանխելու նպատակով ցուցում է դրված իլիոստոմայի։ Իլիոստոմայի միջոցով կառավարվում է հետվիրահատական շրջանի եւ շրջանցվում է կղանքի անցումը անաստամոզի մեջով։ Սակայն, ինչպես հայտնի է, իլիոստոման ունի բավականաչափ թերություններ եւ դրանցից առաջինը ամենահիմնական թերություններից է, որ անհրաժեշտություն է առաջանում կրկնակի վիրահատության։ Այսինքն, իլիոստոման հետ տեղադրելու համար ցուցում է դրվում կրկնակի վիրահատության։ Տեղադրված իլիոստոման եւ նրան հաջորդող կրկնակի վիրահատական միջամտությունը միասին առաջացնում են առմամբ մոտավորապես մինչև 38% բարդություններ, եթե հաշվի առնենք փոքր եւ մեծ բարդությունները։ Փոքր բարդությունների շարքին են պատկանում ինչպես է մաշկի ստոմայի շրջանի հարող մաշկի բորբոքվածությունը, ցավերը, էլեկտրոլիտային դիսբալանսը, վերքային խնդիրները, մեծ բարդություններից է կոլոստոմայի ներանկումը, էլեկտրոլիտային դիսբալանսը, երիկամային անբավությունը, որ առաջանում է քիմիոթերապիայի դժվարությունները իլիոստոմայի տեղադրված հիվանդին հետ հաջորդող քիմիոթերապիան է ավելի դժվարանում, ինչպես նաև հենց ինքը իլիոստոմայի տեղադրումը եւ նրան հաջորդող կրկնակի վիրահատությունը կարող են բերել մինչև 0.5% դեպքերում մահացության։ Եվ իհարկե ամենակարևոր բացասական գործոնը, որը բավական կարևոր է հիվանդի կյանքում, առաջանում է նրա կյանքի որակի անկում։ Հիվանդի կյանքի որակն է իջնում, նրա առօրյան փոխվում է, կենցաղը փոխվում է։ Ուստի այսպիսով իլիոստոմաները կանխարգելիչ նպատակով տեղադրող, ինչպես տեսնում եք, օժտված են բավականաչափ թերություններով եւ այս հարցը նույնպես մտահոգել է վիրաբույժներին, ինչ ուրիշ միջոցով հնարավոր է շրջանցել, կանխել անաստամոզի շփումը կղանքի հետ եւ այս խնդրի լուծումով
սկսել է զբաղվել Ավերտո բժշկական ընկերությունը, որը տեսնելով այս խնդիրը, զրուցելով կոլորեկտալ վիրաբույժների հետ եւ հիվանդների հետ, որոշել է նախագծել է եւ ստեղծել է կոլոսիլ սարքը։ Պես է դա կատարվում։ Կոլոսիլ համակարգը իրենից ներկայացնում է ֆիքսող մասը, որը տեղադրված է համակարգի ծայրին, եւ նրանից ամրացված խողովակը եւ անաստամոզի տեղադրելուց հետո անցկացվում է նույն ճանապարհով ինչ որ կարող ցիրկուլյար ապարատը, նույն ճանապարհով անցկացվում է կոլոսիլ սարքը անաստամոզի միջով, անցկացվում է անաստամոզից վեր եւ տեղադրվում է այնտեղ, ֆիքսվում է իր ֆիքսող ծայրի միջոցով եւ ունի բաց լուսանցք եւ խողովակը դուրս է բերվում հետանցքից, միացվում է տոպրակին։ Այսպիսով աղիների գործելու ժամանակ հիվանդի կաղանքը չի շփվում անաստամոզի հետ, աղիքի հետ, այլ անցնում է կոլոսիլ համակարգի խողովակի միջով եւ դուրս է գալիս դուրս շրջանցելով անաստամոզի հատվածը։ Այլ կերպ ասած, կատարվում է ներլուսանցքային շրջանցում։ Այստեղ տեսնում եք ինչպես է տեղադրվում կոլոսիլ համակարգը, էկրանի ներքևի աջ անկյունում կարող եք տեսնել, եւ կաղանքային մասաները ինչպես են անցնում նրա միջով, հավաքվում հավաքող տոպրակի մեջ։ Եվ այս համակարգը թույլ է տալիս խուսափել համարյա թե 95% դեպքերում ստոմաների տեղադրումից։ Այստեղ կարող եք տեսնել անիմացիոն սլայդները, ինչպես է տեղի ունենում, ավելի լավ պատկերացնելու, պատկերավոր լինելու համար։ Այստեղ, եթե ցույց տանք անաստամոզի հատվածն է, ֆիքսացիոն համակարգն է սարքի, ֆիքսացիան կատարվում է աղիքի մեջ լուսանցքի մեջ վակուումի միջոցով, այսինքն երկու բալոնների փչվող բալոնների միջոցով ստեղծվում է փակ խոռոչ, որին միացվում է վակուումային համակարգը։ Վակուումային համակարգը լրիվ անվնաս է աղիքի համար, նա չի վնասում որևէ ձև աղիքի լորձաթաղանթը, ուղղակի ֆիքսում է սարքի գլխիկը, չթողնելով աղիքային պերիստալտիկայի ժամանակ նրա տեղաշարժը։ Այնուհետև ֆիքսելուց հետո սարքի ուղղորդիչը հեռացվում է եւ մնում է սարքի խողովակը, որի լուսանցքը բաց է լինում կղանքի անցման համար։ Այսպես տեսնում եք վակուումային սարքի միացնելուց հետո ֆիքսացիան եւ աղիքային զանգվածի անցումը սարքի միջով։ Հեռացնելը բավական հեշտ է, դատարկվում են բալոնները, անջատվում է վակուումային սարքը եւ հետանցքից քաշելով հեռացվում է սարքը։ Այստեղ մի փոքրիկ վիդեոյի միջոցով ներկայացնենք վիրահատության ընթացքը, երբ տեղադրվում է կոլոսիլ համակարգը, այստեղ կարող եք տեսնել գործիքների միջոցով ուղղակի հաստաղու ճարպային ներառուկներից պահվում է հաստաղիքը, որպեսզի ֆիքսվի եւ ապարատի անցումը հեշտացվի։ Այստեղ տեսնում եք անաստամոզը եւ սարքի անցումը աղիքի մեջով։ Այստեղ տեսնում եք սարքի ուրվագծերը թափանցում են աղիքի պատից եւ այն անց է կացվում անաստամոզից վեր, ֆիքսվում է եւ միացվում։ Այստեղ կարող եք տեսնել հիվանդի հետվիրահատական շրջանում առաջի օրը նրա անկողնում տեղադրված սարքը
Այս սլայդի մեջ պատկերված նկարի մեջ կարող եք տեսնել հիվանդը անկողնում պառկած, սարքը տեղադրված։ Նկարի վերևում տեսնում եք վակուումային համակարգը սարքի, որը ապահովում է սարքի գլխիկի ֆիքսացիան եւ խողովակը տեսնում եք հետանցքից դուրս եկող հավաքող տոպրակն է երևում, որի մեջ հավաքվում են գազերը եւ կաղանքային արտադրությունը, ինչպես նաեւ նկարի վրա երևում են սարքի խողովակները։ Սարքի հետևում կարող եք տեսնել բազմաթիվ խողովակներ, որոնք ամեն մեկը իր նշանակությունը ունի։ Նրանցից երկուսը նախատեսված են բալոնների, ֆիքսող բալոնների փչելու եւ դատարկելու համար։ Մյուս խողովակը նախատեսված է լվանալու համար սարքը, որովհետև շատ հաճախ կղանքային մասաները կարող են մնալ սարքում եւ որպեսզի խցանում չառաջացնեն եւ ցավեր չառաջացնեն հիվանդի մոտ, անհրաժեշտ է նրանց պարբերաբար լվանալ, ինչպես նաեւ համոզվել, որ սարքը լվանալու միջոցով, ինչպես նաեւ համոզվում ենք, որ սարքը անցանելի է։ Երևում է նաև վակուումային սարքի խողովակը միացման համար, որով ապահովում է սարքի ֆիքսող գլխիկի մեջ վակուումի առկայությունը եւ վակուումային սարքը իր վրա ցուցանիշ ունի, որով երևում է, որ անընդհատ վակուում է ապահովում, այսինքն եթե ինչ-որ խնդիր է լինում, ապա սարքը ձայն է հանում կամ ցույց է տալիս։ Ինչպես նաև ունենք կոնտրաստի համար պորտ, որը սարքը հեռացնելու դեպքում է մեր համար կարևոր, քանի որ մեկ շաբաթից անց մենք կատարում ենք անաստամոզի ստուգում, անաստամոզի անբավարարության կամ հերմետիկության ստուգում։ Ինչպես է դա կատարվում, սարքի գլխիկին հետին մասին, այսինքն դեպի անաստամոզ տեղակայված հատվածում առկա է բացվածք, որով դրսից ներարկվում է կոնտրաստան նյութը եւ կոնտրաստան նյութը անցնելով սարքի գլխիկից ներքև դեպի հետանցք հատվածը անցնում է անաստամոզի շրջանով եւ այդ ընթացքում կատարում ենք հիվանդի կատե հետազոտություն։ Կատե հետազոտության ժամանակ երևում է անաստամոզի վիճակը։ Ցանկացած անբավարարության արտահոսքի դեպքում ցույց կտրվի այդ արտահոսքը։ Իհարկե, այդպիսի դեպքեր չեն եղել, որպեսզի ես կարողանամ ցույց տամ ինչպես է արտահոսքը երևում, սակայն նորմալ անաստամոզը առանց անբավարարության մեր հիվանդներից մեկի մոտ նրա ՀՇ պատկերը կարող եք տեսնել այստեղ։ Այստեղ երևում է սարքի տեղադրված լինելը, նրա գլխիկները եւ կոնտրաստանյութը ինչպես է հավաքվում տարածությունում սարքի գլխիկից մինչև հետանցք ընկած փակ տարածությունում։ Այդ տարածությունում ներարկելով բավականաչափ կոնտրաստ նյութ հնարավոր է հստակ հսկել անաստամոզի վիճակը։ Մեկ շաբաթից եթե անբավարարության երևույթներ չեն դիտվում եւ անաստամոզը գնահատվում է բավարար, կատարում է սարքի հեռացում։ Սարքը հեռացվում է բավական հեշտ եղանակով, ուղղակի դատարկվում են դրսից ներարկիչի միջոցով բալոնները, անջատվում է վակուումային համակարգը եւ հեռացվում է սարքավորումը։ Այստեղ տեսնում եք մեր աշխատանքային թիմը, ձախ ներքևի հատվածում տեսնում եք հետազոտական թիմը, որը աշխատում է, սարքը պատրաստում է, նախագծում է, կատարում է թղթաբանական աշխատանքները։ Վերևի նկարում տեսնում եք ներվիրահատական նկարը, երբ անաստամոզը տեղադրելուց հետո տեղադրվում է կոլոսել համակարգը։ Եվ այս նկարում երևում է կատե կաբինետում սարքի հերմետիկության ստուգումը, ինչպես է կատարվում։ Ես կարծում եմ, որ կոլոսել համակարգը ունի մեծ ապագա, նա դեռևս վաճառքի եւ մասսայական օգտագործման հանված չէ, քանի որ հետազոտությունները ընթացքի մեջ են
և հետազոտությունների երրորդ փուլը դեռ չի ավարտվել, սակայն առաջին երկու փուլը, ինչպես նաև մեր արդյունքները, ինչպես նաև մյուս վայրերում, որտեղ կատարվում են հետազոտությունները, տվյալները հավաքագրելով, կարող եմ նշել, որ կոլոսին համակարգը իրականում փոխում է խաղի կանոնները կոլորեկտալ ցածր անաստամոզների իլիոստոմաների կանխարգելման դեպքում և թույլ կտա մեզ խուսափելու կանխարգելիչ շրջանցող իլիոստոմաների տեղադրելուց և իհարկե ավելի կլավացնի հիվանդների կյանքի որակը, բուժման էֆեկտիվությունը։ Ինչպես նաև նա հանդիսանում է հետազոտական ծրագիր և Հայաստանը մուտք է գործում, դառնում է ավելի ու ավելի ճանաչելի միջազգային ընկերությունների համար, որպես հետազոտությունների համար երկիր, ինչը շատ ողջունելի է և գնահատելի է։ Այսպիսով շնորհակալություն ուշադրության համար։